Այսօր մենք կուսումնասիրենք բժշկական մեծագույն հանելուկներից մեկը, որին երբե բախվել է մարդկությունը մի խորհրդավոր հիվանդություն, որը հաշված ժամերի ընթացքում կործանեց Թյուդորների Անգլիան, փոխեց եվրոպական պատմության ընթացքը անհետացավ չթողնելով ոչ մի հետք, որը ժամանակակից գիտությունը կկարողանար վերծանել։ Նախքան տեսանյութը շարունակելը, հիշեք բաժանորդագրվել ալիքին նմանատիպ այլ վավերագրական պատմությունների համար։ 1485 թվականի ամառը Անգլիայի վրա բերեց ավելին, քան սովորական շոկը։ Մարտադաշտերից դեռ փչում էր վարդերի պատերազմներում թափված արյան գծու հոտը այն երկարատ ու արյունալի դինաստիական հակամարտության, որը դիմակայության մեջ էր դրել Լանկասթերների Յորքերիտները անգլիական գահի վերահսկողության համար։ Այդ տարվա օգոստոսի 22-ին, Լեստերշիր գոմսության Բոսվորտի դաշտի ցեխոտ հարթավայրում, Հենրի Թյուդորի բանակը պարտության մատնեց Ռիչարդ Ռյուր թագավորի ուժերին, ով սպանվեց մարտի դաշտում։ Անգլիական թագը ձեռքից ձեռք անցավ։ Հաղթողը, ով շուտով պետք է թագադրվեր որպես Հենրի Մոժր, իր զինվորների եվրոպական մայրցամաքից հավաքագրված վարձկանների զգալի կոնտինգենտի հետ հաղթական քայլում էր դեպի Լոնդոն։ Սակայն հաղթական շարքերի մեջ ինչ-որ անտեսանելի մահացու բան արդեն շարժվում էր տղամարդկանց արանքում։ Նախքան նոր թագավորը կհասցներ լիարժեք վայելել իր նվաճումը, բոլորովին այլ բնույթի մի թշնամի սկսեց դրսորվել լուր անողոք։ Առաջին տեղեկությունները հակասական էին։ Բոսվորտի ճակատամարտին մասնակցած զինվորները հանկարծակի վատ էին զգում համակված ուժգին դողերոցքով, որը թվում էր, թե ոչ մի տեղից է հայտնվում, որին հաջորդում էր այնքան ինտենսիվ քրտնարտադրություն, որը հաշված րոպեների ընթացքում թրջում էր հագուստն ու սավանները։ Վատառողջությունը զարգանում էր այնպիսի արագությամբ, որն այդ ժամանակի ոչ մի բժիշկ չէր կարողանում բացատրել։ Տղամարդիկ, ովքեր առավոտյան լի էին ուժով կատարյալ առողջությամբ, երեկոյան արդեն անգողնուն էին կամված, իսկ ոմանք չէին ապրում մինչ հաջորդ արածակը։ Մաշկի վրա չկային բծեր, ինչպես բուբոնային ժանտախտի դեպքում, չկար արյունոտ հազ, ինչպես տուբերկուլյոզի դեպքում։ Միակ ակնհայտ նշանը այդ առատ գարշահոտ քրտինքն էր, որը թվում էր, թե բխում է մարմնի յուրաքանչյուր ձակոտուց, կարծես ամբողջ օրգանիզմը փորձում էր դուրս մղել ինչ-որ անհայտ նյութ, որը ներսից սպառում էր իրեն։ Հենրի Մոժրը Լոնդոն ժամանեց 1485 թվականի օգոստոսի 28-ին։ 3 շաբաթ անց սեպտեմբերի 19-ին հիվանդությունը բռնկվեց մայրաքաղաքում այնպիսի կատաղությամբ, որը բոլորին անագնկալի բերեց։ Քաղաքը լի էր մարդկանցով, ովքեր եկել էին դիտելու նոր միապետի թագադրությունը։ Այս ժամանակավոր կուտակումը կարող էր նպաստել ախտի արագ տարածմանը։ Մի քանի շաբաթվա ընթացքում զոհերի թիվը տագնապալիորեն աճեց։ Այդ ժամանակի արձանագրությունները ցույց են տալիս, որ մոտ 15000 մարդ մահացավ Լոնդոնում այդ առաջին բռնկման ժամանակ, որը տեց մինչ հոկտեմբերի վերջ։ Մահացածների թվում էին քաղաքի 2 քաղաքապետ, 6 ավագանի 3 շերիֆ մարդիկ, ովքեր զբաղեցնում էին բարձր դիրքեր լոնդոնյան հիերարխիայում։ Հիվանդությունը խտրություն չէր դնում հարուստի աղքատի, հզորի խոնարհի միջ, թե, ինչպես պարզվեց հետագա բռնկումների ժամանակ, այն կարծես թե ապշեցուցիչ նախապատվություն ուներ ավելի ապահովված դասակարգերի նկատմամբ։ Այդ ժամանակաշրջանի տարեգիրները արձանագրել են բնակչությանը համակած խուճապը։ Ռիչարդ Գրաֆթոնը անգլիացի տպագրիչ տարեգիր հիշատակել է հիվանդությունը իր աշխատության մեջ նկարագրելով այն որպես հիվանդության մի նոր տեսակ, որը հարվածեց ողջ տարածաշրջանին այնպիսի ուժգնությամբ դաժանությամբ, որ նմանատիպ ոչ մի բան չէր հիշատակվել որևէ ողջ մարդու հիշողության մեջ։ Այս նկարագրությունը գրվել է մարդկանց կողմից, ում պապերը ականատես էին եղել սմահին, ինչը այս պնդմանը զգալի գշիր է տալիս։ Հիվանդությունը, որ տարածվում էր Լոնդոնում, իսկապես աննախադեպ էր, մի բան, որը չէր տեղավորվում հիվանդությունների ոչ մի հայտնի կատեգորիայի մեջ։ Այդ ժամանակի բժիշկները, դեռս կաշկանդված հումորալ տեսության հասկացություններով, որոնք գերիշխում էին բժշկական մտքին հնուց ի վեր, փորձում էին ռացիոնալացնել ելույթը բացատրելով այն մարմնի 4 հեղուկների արյան, լորձի, դեղին մաղձի սմաղձի անհավասարակշռությամբ։ Բայց այս բացատրություններից ոչ մեկը չէր կարողանում հաշվի առնել այն մահացու արագությունը, որով հիվանդությունը զարգանում էր, ոչ էլ դրա բացարձակապես անտիպ համաճարակաբանական վարքը։ Սնահավատությունն ու պարանոյն արագորեն տարածվեցին։ Ինչպես ընդունված էր այդ դարաշրջանում, շատերը գերբնական բացատրություններ էին փնտրում աղետի համար։ Ամենատարածված մեկնաբանություններից մեկն այն էր, որ հիվանդությունն ուղարկվել է Աստծո կողմից որպես պատիժ Հենրի Մզի կողմնակիցներին, աստվածային պատիժ Ռիչարդ Ռյուզի բռնի գահազրկման համար։ Այն գաղափարը, որ համաճարակները ներկայացնում էին աստվածային զայրույթը, նոր չէր միջնադարյան Անգլիայում ուղեկցելու էր հիվանդության հետագա յուրաքանչյուր բռնկմանը։ Մյուսները մատնանշում էին ավելի երկրային մեղավորների օտարերկրյա վարձկանները, ովքեր կազմում էին Հենրի Թյուդորի բանակի մի մասը, իբր իրենց հետ բերել էին հիվանդությունը մայրցամաքից։ Իրոք, կային փաստեր, որոնք սնում էին այս տեսությունը։ Վարձկան զինվորները, որոնց Հենրին հավաքագրել էր Ֆրանսիայում, մեծ մասամբ հավանաբար գերմանական շվեյցարական ծագում ունեին, հավաքվել էին Ռուան քաղաքի շրջանում Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում,
Նախքան 1485 թվականի օգոստոսի 7-ին Լա Մանշը հատելը Ուելսի Միլֆորդ Հեյվենում ափ իջնելը։ Այնուամենայնիվ, Յորքի քաղաքային արխիվներում հայտնաբերված գրառումները հուշում են, որ նոր հիվանդության նման ախտանիշներով մի ժանտախտ կարող էր ախտահարել քաղաքը դեռ 1485 թվականի հունիսին նախքան ներխուժող բանակի Անգլիա հասնելը։ Եթե սա հաստատվի, ապա այս ապացույցը զգալիորեն կթուլացնի ֆրանսիական ներմուծման վարկածը։ Բացի այդ, Քրոյլենդի տարեգրությունը հիշատակում է, որ Թոմաս Սթենլին դերպի առաջին գոմսը օգտագործել է քրտնախտը որպես արդարացում Բոսվորտի ճակատամարտից առաջ Ռիչարդ Ռյուզի զորքերին չմիանալու համար։ Եթե Սթենլին արդեն գիտեր հիվանդության մասին այդ ամսաթվին, հնարավոր է, որ այն արդեն առկա էր անգլիական հողում նախքան Հենրի Թյուդորի ներխուժումը։ Հետաբար, ծագման հարցը մնում է երկիմաստության մեջ։ Այն, ինչ միանշանակ էր, հիվանդության ներշնչած սարսափն էր։ Առաջին բռնկումը նահանջեց 1485 թվականի հոկտեմբերի վերջին։ Մի քանի տարի Անգլիան թեթ շունչ քաշեց։ Հիվանդությունը թվում էր, թե պարզապես գոլորշիացել է, կարծես երբեք գոյություն չի ունեցել։ Կյանքը վերադարձավ իր բնականոն հունին, շուկաները վերաբացվեցին, բերքահավաքը վերսկսվեց, Թյուդորների նոր դինաստիան ամրապնդեց իր իշխանությունը։ Բայց Անդորը ժամանակավոր էր։ 1492 թվականին հիվանդությունը հատեց Իռլանդական ծովը հասավ Իռլանդիա, որտեղ Օլսթերի տարեգրությունը արձանագրեց Ջեյմս Ֆլեմինգի Սլեյնի 7-րդ բարոնի մահը, ով զոհ դարձավ այն հիվանդությանը, որն անվանեցին նտուժ ու դույխ քրտնախտ։ 4 վարպետների տարեգրությունը նկարագրել է միթում տարածված մի անսովոր ժանտախտ, որը դում էր ուղիղ 24 ժամ։ Նրանք, ովքեր ողջ էին մնում այդ ժամանակահատվածում, ապաքինվում էին, իսկ ովքեր չէին դիմանում, մահանում էին հենց այդ միջակայքում։ Իռլանդական այս դրվագից հետո հիվանդությունը գրեթե մեկ տասնամյակ կրկին անհետացավ արձանագրություններից։ Բայց դրա վերադարձը 1502 թվականին պետք է ունենար հետանքներ, որոնք արձագանքում են համաշխարհային պատմության մեջ մինչ օրս։ Այդ տարի երիտասարդ Արթուր Թյուդորը Ուելսի արքայազնը Հենրի Մզի անդրանիկ որդին գտնվում էր Լադլու ամրոցում Ուելսյան սահմանի մոտ իր գնոջ Կատարինե Արագոնացու հետ, ով Իսպանիայի հզոր կաթոլիկ միապետներ Ֆերդինանդի Իզաբելլայի դուստրն էր։ Արթուրը իր ժամանակագիցների կողմից դիտվում էր որպես նորահաստատ Թյուդորների դինաստիայի մեծ հույսը։ Նրա ծնունդը խորհրդանշում էր Լանկաստերների յորքերիտների միավորումը, իսկ նրա անունը ընտրվել էր ի պատիվ բրիտանական առասպելաբանության լեգենդար Արթուր Թագավորի։ Կատարինեի հետ նրա ամուսնության ծրագրերը սկսվել էին դեռս նրա 3-րդ տարեդարձից առաջ որպես դիվանագիտական ռազմավարության մաս ուղղված Ֆրանսիայի Շոտլանդիայի դեմ անգլո-իսպանական դաշինքի ստեղծմանը։ Երիտասարդ արքայազնը կրթված էր, իսպանական արքունիքի կողմից համարվում էր գեղեցիկ շիկահեր մազերով իր տարիքի համար նկատելի հասակով։ Տեղեկություններ չկային, որ նա հիվանդ երեխա է եղել։ 1501 թվականի նոյեմբերին Արթուրն ու Կատարինեն ամուսնացան Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում տեղի ունեցած շքեղ արարողությամբ։ Զույգը այնուհետ մեկնեց Լադլու, որտեղ Արթուրը կատարում էր իր վարչական պարտականությունները որպես Ուելսի արքայազն։ Հաջորդ ամիսներին կյանքը Ուելսյան սահմանին անցնում էր առանց մեծ ցնցումների։ Իր մահից ընդամենը 9 օր առաջ Արթուրը Լադլուում կատարել էր ավագ հինգշաբթի ավանդական ծիսակարգերը առանց հիվանդության որե նշան ցույց տալու։ Սակայն 1502 թվականի մարտի ինչ-որ պահի արքայազնը Կատարինեն ծանր հիվանդացան։ Նրանց համակած հիվանդության ստույգ բնույթը մնում է ակադեմիական բանավեճերի առարկա։ Կատարինեն ապաքինվեց, բայց Արթուրը մահացավ 1502 թվականի ապրիլի 2-ին իր 16-ամյակը բոլորելուց 6 ամիս առաջ։ Թե պատմաբան Շոն Քանինգհեմը արքայազնի կենսագրության հեղինակը, պնդում է, որ մահվան ամենահավանական պատճառը եղել է քրտնախտը, այլ հետազոտողներ դիտարկում են այլընտրանքային վարկածներ, ինչպիսիք են տուբերկուլյոզը, թոքաբորբը կամ նույնիսկ անտիպ ֆիբրոզը։ Երբ հետազոտողները 2002 թվականին նրա մահից 500 տարի անց բացեցին Արթուրի գերեզմանը Վուստերի տաճարում, հնարավոր չեղավ ստույգ որոշել մահվան պատճառը։ Անկախ կոնկրետ պատճառից, Արթուր Թյուդորի մահը սկիզբ դրեց իրադարձությունների մի շղթայի, որը վերափոխեց Անգլիայի արմտյան աշխարհի պատմությունը։ Անդրանիկ որդու մահով երիտասարդ Հենրին, ով այդ ժամանակ ընդամենը 10 տարեկան էր, դարձավ գահի ժառանգորդը։ Թագուհի Էլիզաբեթ Յորքացին արքայազների մայրը արագ հղիացավ փորձելով ամուսնուն տալ մեկ արու ժառանգորդ, բայց նա երեխան Կատարինե անունով մի աղջիկ մահացան 1503 թվականի փետրվարին։ Սուգը համակեց Թյուդորների արքունիքը։ Երբ Հենրի Մը մահացավ 1509 թվականի ապրիլին, 17-ամյա Հենրին բարձրացավ գահ որպես Հենրի Մը։ Որպես թագավոր նրա առաջին գործողություններից մեկը եղավ ամուսնությունը իր եղբոր այրու Կատարինե Արագոնացու հետ, նույն այն գնոջ, ով ողջ էր մնացել այն հիվանդությունից, որը հավանաբար խլել էր Արթուրի կյանքը։ Հենրի Մը կառավարեց գրեթե 4 տասնամյակ, մի ժամանակաշրջան, որի ընթացքում նա ամուսնացավ 6 անգամ, խզեց հարաբերությունները Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ հիմնելու անգլիկան եկեղեցին,
մահապատժի ենթարկեց իր կանանցից երկուսին, ինչպես նա անթիվ պալատականների ու այլախոհների։ Եթե քրտնախտը կամ որե այլ հիվանդություն, որը սպանեց Արթուրին, չգործեր 1502 թվականի այդ գարնանը, Անգլիայի պատմությունը կընթանար արմատապես այլ ճանապարհով։ Արթուրը գդառնար թագավոր, նրա ամուսնությունը Կատարինե Արագոնացու հետ կմնար անխաթար։ Հռոմի հետ խզումը հավանաբար երբեք տեղի չէր ունենա։ Անգլիկան ռեֆորմացիան եվրոպական կրոնական պատմության ամենաձափողող իրադարձություններից մեկը պարզապես կարող էր գոյություն չունենալ։ Մինչ այս պատմական հետանքները ծավալվում էին տասնամյակների ընթացքում, քրտնախտը պահպանում էր հայտնվելու անհետանալու իր սպառնալից շրջափուլը։ Երկրորդ ավելի թեթ բռնկումը տեղի ունեցավ 1507 կամ 1508 թվականին հարվածելով Անգլիային առանց զգալիորեն տարածվելու նրա սահմաններից դուրս։ Երրորդ բռնկումը 1517 թվականին զգալիորեն ավելի ծանր էր կարող էր տարածվել մինչ Կալե, որն այն ժամանակ անգլիական տարածք էր մայրցամաքում։ Այս համաճարակի ժամանակ արձանագրված մի հետաքրքիր մանրամասն էր Լոնդոնում Վենետիկի դեսպանի դիտարկումն այն մասին, որ հիվանդությունը ախտահարում էր Անգլիայում բնակվող օտարերկրացիների անսովոր փոքր թիվը։ Այս թվացյալ մերձեցումը տեղի անգլիացի բնակչության հետ զարմացնում էր դիտորդներին, մեկ առեղծվածային շերտ էր ավելացնում հիվանդությանը։ Հենց երրորդ բռնկման ժամանակ էր 1517 թվականին, որ կարդինալ Թոմաս Ուոլսին Հենրի Մզի հզոր խորհրդականը առաջին անգամ վարակվեց հիվանդությամբ։ Ուոլսին այդ պահին Անգլիայի ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր գրելով Յորքի կարդինալ arczepiskopos-ի լորդ կանցլերի տիտղոսները։ Նրա դիրքը նրան հասանելիություն էր ապահովում այդ ժամանակի լավագույն բժշկական խնամքին, բայց դրանցից ոչ մեկը բավարար չէր լինի նրան լիովին պաշտպանելու քրտնախտից։ Կարդինալը ողջ մնաց այս առաջին հարձակումից հետո, բայց փորձը հետքեր թողեց։ Երբ հիվանդությունը վերադարձավ կործանարար ուժով 1528 թվականին, Ուոլսին գրգին թիրախ դարձավ։ Այդ ժամանակի տեղեկությունները հուշում են, որ նա նույն ամռանը տարել է հիվանդության բազմաթիվ դրվագներ ամեն անգամ ապաքինվելով, բայց աստիճանաբար ավելի թուլանալով։ Թե նրա սեփական տան անդամները նույն բախտին չարժանացան, նրանցից շատերը մահացան բռնկումների ժամանակ, կարդինալը դրսորեց մի տոկունություն, որը թվում էր, թե մարտահրավեր էր նետում հիվանդության մռայլ վիճակագրությանը։ 1528 թվականի բռնկումը չորրորդն էր ամենածանրերից մեկը։ Դրա մասին առաջին գրավոր հիշատակումը թվագրվում է 1528 թվականի հունիսի 5, ով Բրայան Թյուկի նամակում Լոնդոնի եպիսկոպոս Թանստոլին, որտեղ Թյուկը հայտնում էր, որ փախել է Ստեփնի խուսափելու համար իր տան մի ծառայի վարակից, ով հիվանդացել էր։ Սա հուշում է, որ բռնկումը սկսվել է Լոնդոնում մայիսի վերջին։ Այդտեղից ախտը տարածվեց ողջ Անգլիայով, մեկ խնայելով միայն հեռավոր հյուսիսը։ Հենրի Մղժը, ով ապրում էր հիվանդությունների մշտական վախի մեջ, չվարանեց ցրել արքունիքը լքել մայրաքաղաքը հաճախակի փոխելով բնակավայրը, փորձելով խուսափել վարակից։ Թագավորը մնում էր մեկուսի վայրերում մաքրելով սենյակները քացախի գոլորշիներով, անուշահոտ խոտաբույսերով, մերժելով ընդունելությունները, խուսափելով ցանկացած շփումից ախտահարված տարածքներից եկած մարդկանց հետ։ Հենրի Մզզի արքունիքը ուղղակիորեն դուժեց 1528 թվականի համաճարակից։ Աննա Բոլեյնը այն գինը, ում հանդեպ թագավորը տածում էր մոլուցքային գիրք, ում հետ օրինական ամուսնության ձգտումը կհանգեցներ Հռոմի հետ խզմանը, վարակվեց հիվանդությամբ, երբ գտնվում էր հարաբերական մեկուսացման մեջ Քենթի հիվեր ամրոցում։ Իմանալով Աննայի հիվանդության մասին, Հենրին անմիջապես ուղարկեց Ուիլյամ Բաթսին իր երկրորդ լավագույն բժշկին, քանի որ առաջինը հասանելի չէր, նրան խնամելու համար։ Աննան ողջ մնաց, բայց նրա շրջապատի մյուսները նույն բախտին չարժանացան։ Ուիլյամ Քերին, նրա քրոջ Մարիա Բոլեյնի ամուսինը, մահացավ հիվանդությունից։ Սիրային նամակները, որոնք Հենրին ուղարկել էր Աննային այդ ժամանակահատվածում, բացահայտում են թագավորի տագնապը այն գնոջը գործնելու հավանականության առջ, ում ցանկանում էր թագուհի դարձնել։ Հաջորդ տարի 1529-ին ողբերգություն անձնապես հարվածեց Թոմաս Քրոմվելին, ով հետագայում պետք է դառնար Հենրի Մզզի ամենահզոր նախարարներից մեկը։ Քրոմվելը գործրեց իր գնոջը երկու դուստրերին քրտնախտի պատճառով։ Այս կործանարար անձնական գորուստը, որը դարեր անց պատկերվել է Հիլարի Մանթելի հանրահայտ գրական ստեղծագործության մեջ, ցույց է տալիս, թե ինչպես հիվանդությունը չէր հարգում սոցիալական դիրքը, հարստությունը կամ քաղաքական կապերը։ Պատմական ֆանտաստիկայի մեջ նկարագրված տեսարանը, որտեղ Քրոմվելը վերադառնում է տուն, գտնում իր գնոջը պառկած խոնավ սավանների մեջ, տաք ու վարդագույն մաշկով, իսկ գիշերն ընկնելուն պես հայտնաբերում է նրան մահացած վարակի դեմ այրվող խոտաբույսերի բուրմունքով լցված սենյակում։ Փոխանցում է այն առօրյա սարսափը, որը քրտնախտը պարտադրում էր այդ ժամանակաշրջանի անգլիական ընտանիքներին։ Հենց 1528 թվականի բռնկման ժամանակ էր, որ քրտնախտը առաջին միակ անգամ զգալիորեն հատեց Անգլիայի սահմանները, հասավ եվրոպական մայրցամաք։ Հիվանդությունը հայտնվեց Գերմանիայի Համբուրգ քաղաքում ըստ ելույթին բերված մի նավի միջոցով, որի անձնակազմն արդեն վարակված էր։ Այդտեղից այն տագնապալի արագությամբ տարածվեց հյուսիսային Եվրոպայում, հասնելով Բրեմեն,
Լյուբեկ Կոպենհագեն, նախքան դեպի արևելք շարժվելը Շվեդիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռուսաստանի ուղղությամբ։ Նիդերլանդներում, Ֆլանդրիայում հիվանդությունը միաժամանակ հայտնվեց Անտվերպենում, Ամստերդամում։ Սակայն զարմանալիորեն Ֆրանսիան, Իտալիան մնացին գրեթե անձեռնմխելի, բացառությամբ անգլիական գալեի տարածաշրջանի։ 1529 թվականի վերջին հիվանդություն անհետացել էր եվրոպական մայրցամաքից, բացառությամբ Արևելյան Շվեյցարիայում մնացորդային առկայության, որը շուտով մարեց։ Քրտնախտի կլինիկական նկարագրությունները, որոնք հավաքվել են տարբեր ժամանակակից վկայություններից, պատկերում են մի սարսափելի հիվանդություն, որը հարձակվում էր այնպիսի արագությամբ, որը մարտահրավեր էր նետում բժշկական ըմբռնմանը։ Թոմաս Լը Ֆորեստիեն Անգլիայում աշխատող ֆրանսիացի բժիշկը առաջիններից մեկն էր, ով արձանագրեց իր անձնական դիտարկումները 1485 թվականի բռնկման ժամանակ։ Իր գրություններում Ֆորեստիեն նկարագրել է մի հիվանդություն, որը դրսևորվում էր ուժգին քրտնարտադրությամբ ուղեկցվող վատ հոտով, դեմքի մարմնի ընդհանուր կարմրությամբ, անդադար ծարավով, ծայրահեղ տաքությամբ ուժեղ գլխացավերով։ Նա առանձնահատուկ նշանակություն էր տալիս շնչարգելությանը, որը պատում էր հիվանդներին վերջին ժամերին հուշելով, որ հիվանդությունն ուներ զգալի թոքային բաղադրիչ։ Ֆորեստիեն պնդում էր, որ վնասակար գոլորշիները կուտակվում էին սրտի թոքերի շուրջը։ Մի նկարագրություն, որը, թարգմանված ժամանակակից բժշկական տերմինաբանությամբ, կմատնանշեր սուր սիրտ թոքային անբավարարություն։ Սակայն հիվանդության մասին ամենամանրամասն հաճախ մեջբերվող կլինիկական զեկույցը գրվել է տասնամյակներ անց բժիշկ Ջոն Քայուսի կողմից։ Ծնված 1510 թվականին, Քայուսը գտնվում էր Շրուսբերիում 1551 թվականին, երբ հիվանդության վերջին մեծ բռնկումը հարվածեց տարածաշրջանին։ Նրա աշխատությունը գիրք կամ խորհուրդ ընդդեմ հիվանդության, որը սովորաբար գոչվում է քրտնախտ կամ քրտնող հիվանդություն, Ungeç Tabschefsrud Modest Vratichjub Sedi Chut Stratisfutzpt Tabfutzepit հրատարակված 1552 թվականին, մինչ օրս մնում է որպես այս արտասովոր ախտի մասին գիտելիքների հիմնական պատմական աղբյուրը։ Քայուսը մանրակրկիտ կերպով արձանագրել է հիվանդության փուլերը, որոնք հետում էին կանխատեսելի սարսափելի զարգացմանը։ Ախտը սկսվում էր հանկարծակի տագնապի զգացումով, անորոշ նախազգացումով, որ ինչ-որ բան սարսափելի սխալ է։ Դրանից անմիջապես հետո գալիս էր ուժեղ դողերոցքը, երբեմն ծայրահեղ կատաղի, ուղեկցվող գլխապտույտով, ուժեղ գլխացավերով սուր ցավերով պարանոցի, ուսերի վերջույթների շրջանում։ Արագորեն վրա էր հասնում խորը հյուծվածությունը։ Այս սառը փուլը դում էր կես ժամից մինչ 3 ժամ։ Այնուհետ, առանց որե ակնհայտ պատճառի, հանկարծակի սկսվում էր բնորոշ քրտնարտադրությունը, սկիզբ դնելով հիվանդության տաք փուլին։ Ողջ մարմնին տիրում էր ուժգին տաքության զգացումը, ուղեկցվող էլ ավելի ուժեղ գլխացավերով, զառանցանքով, զարկերակի արագացմամբ հուսահատ ծարավով։ Սրտխփոցը, կրծքավանդակի ցավը հաճախակի ախտանիշներ էին։ Քայուսը նկատել է, որ հիվանդությանը չէր ուղեկցում մաշկային ոչ մի ցան, թե այլ դիտորդների տեղեկությունները երբեմն հիշատակում են մաշկի վրա փոքր բշտիկների առկայությունը։ Վերջին փուլերում զոհը զգում էր կամ ընդհանուր կոլապս հյուծվածությունից, կամ քնելու անդիմադրելի ցանկություն։ Քայուսը հավատում էր, որ այս կրիտիկական փուլում քուն մտնելը մահացու էր։ Այդ ժամանակի բժիշկները անում էին ամեն ինչ հիվանդներին արթուն պահելու համար, ցնցելով նրանց, բարձրաձայն խոսելով նրանց հետ, դիմելով ցանկացած միջոցի, որպեսզի թույլ չտան նրանց ընկնել անգիտակից վիճակի մեջ։ Այդ ժամանակ նշանակված բուժումը լավագույն դեպքում անարդյունավետ էր, իսկ վատագույն դեպքում վնասակար։ Տարեգիր Ռիչարդ Գրաֆթոնը արձանագրել է, որ ընդհանուր հրահանգն էր անմիջապես պարգել ախտանիշների առաջին նշանի դեպքում, մնալ բացարձակապես անշարժ հիվանդության 24 ժամվա ընթացքում, ձեռնպահ մնալ ցանկացած պինդ սննդից, խստորեն սահմանափակել ջրի ընդունումը։ Բժիշկները, կարճած լինելով այն համոզմունքին, որ սառը օդը կարող է լինել մահացու գործոնը, հրամայում էին հերմետիկ փակել պատուհաններն ու դռները հիվանդներին ծածկել ծանր վերմակների լրացուցիչ շերտերով։ Այս գործելակերպը, թե մոտիվացված էր հիվանդին պաշտպանելու մտադրությամբ, ակամա ստեղծում էր շնչահեղձ անող միջավայր, որը սրում էր ջրազրկումը ձանրաբեռնում, առանց այն էլ թուլացած սիրտ-անոթային համակարգը։ Սենյակները վերածվում էին իսկական ջերմոցների, որտեղ հիվանդի մարմինը, չկարողանալով կարգավորել իր ջերմաստիճանը, տեղի էր տալիս կուտակված տաքությանը։ Բժիշկների զեկույցները, ովքեր պատրաստում էին խոտաբույսերով դեղատոմսեր հանձնարարում, որ հիվանդները հնարավորինս շատ քրտնեն, ցույց են տալիս, թե որքան հեռու էր այդ ժամանակվա բժշկությունը մարմնի ջերմակարգավորման հիմնական մեխանիզմների ըմբռնումից։ Քրտնախտի առանձնապես մտահոգիչ կողմերից մեկը իմունիտետի բացակայությունն էր ողջ մնացածների մոտ։ Ի տարբերություն հայտնի վարակիչ հիվանդությունների մեծ մասի, որոնց դեպքում նախկին վարակը ապահովում է որոշակի պաշտպանություն հետագա դրվագներից, քրտնախտը կարող էր հարվածել նույն մարդուն բազմաթիվ անգամներ։ Քայուսը արձանագրել է անհատների դեպքեր, ովքեր տարել են բազմաթիվ դրվագներ նախքան վերջնականապես մահանալը։ Այս առանձնահատկությունը վերացնում էր անվտանգության ցանկացած զգացում, որը կարող էին ունենալ ողջ մնացածները, ողջ բնակչությանը պահում էր հոգեբանական խոցելիության մշտական վիճակում։
Մեկ այլ տար, որը հիմնովին տարբերում էր քրտնախտը իր ժամանակի մյուս համաճարակներից, զոհերի ժողովրդագրական պրոֆիլն էր։ Մինչ միջնադարյան հիվանդությունների մեծ մասը նախապատվությունը տալիս էր աղքատներին, թերսնվածներին հիգիենայի վատ պայմաններում ապրողներին, քրտնախտը թվում էր, թե ավելի մեծ ինտենսիվությամբ էր տանջում անգլիական հասարակության ավելի ապահովված դասակարգերին։ Երիտասարդ լիարժեք ֆիզիկական ուժի մեջ գտնվող տղամարդիկ հատկապես խոցելի էին, ինչպես նա ազնվականության բարձր բուրժուազիայի ներկայացուցիչները։ Պատմաբան Էլմա Բրենները Լոնդոնի Woodchurch հավաքածուից նկատել է, որ այս նախապատվությունը երիտասարդ տղամարդկանց նկատմամբ հատկապես նշանակալի էր, քանի որ հասարակության վերին շերտերում հենց նրանք էին իշխող էլիտայի ապագա անդամները։ Հիվանդությունը նա ավելի ծանր էր հարվածում տեղի անգլիացի բնակչությանը, քան երկրում բնակվող օտարերկրացիներին, իսկ փոքր երեխաներն ու տարեցները մեծ մասամբ խնայվում էին։ Մեկ անտիպ օրինաչափություն, որը հակասում էր սովորական բացատրություններին։ 1485, 1508, 1517, 1528 թվականների համաճարակները խորը հետքեր թողեցին անգլիական հասարակության վրա։ Յուրաքանչյուր բռնկում տում էր ընդամենը մի քանի շաբաթ կոնկրետ վայրում, նախքան նույնքան հանկարծակի նահանջելը, որքան հայտնվել էր։ Այս կարճատությունը, թե սահմանափակում էր տառապանքի տողությունը, ուժեղացնում էր հոգեբանական սարսափը, քանի որ այն արագությունը, որով հիվանդությունը հայտնվում անհետանում էր, դարձնում էր այն անկանխատեսելի։ Մարդիկ չունեին միջոցներ նախապատրաստվելու դրա գալստին չէին կարող հանգստանալ դրա մեկնումից հետո, քանի որ գիտեին, որ այն կարող է վերադառնալ ցանկացած պահի, ցանկացած վայրում։ 1551 թվականին երիտասարդ Էդուարդ Ուզի Հենրի Մզի նրա երրորդ կնոջ Ջեյն Սեյմուրի որդու թագավորության օրոք քրտնախտը կատարեց իր վերջին գործանարար հայտնությունը։ Ինքը թագավորը, ով այդ ժամանակ ընդամենը 13 տարեկան էր, իր օրագրում արձանագրել է դիտարկումներ համաճարակի մասին նշելով, որ նրանք, ովքեր զգում էին նախնական դողերոցքը, կարող էին մահանալ մի քանի ժամվա ընթացքում նախքան նույնիսկ քրտնարտադրության փուլին հասնելը, որ նրանք, ովքեր ողջ էին մնում մինչ երկրորդ փուլը, ընկնում էին զառանցանքի մեջ մահանում ծայրահեղ գրգռված վիճակում։ Այս վերջին բռնկումը դրսորեց նույն մահացու արագությունը, ինչ նախորդները տեղեկություններով այն զոհերի մասին, ովքեր մահացել էին առաջին ախտանիշների հայտնվելուց հետո 10 ժամից էլ քիչ ժամանակում։ 1551 թվականի բռնկման ամենանշանավոր զոհերի թվում էին երիտասարդ Բրանդոն եղբայրները հանգուցյալ Չարլզ Բրանդոնի Սաֆոլկի առաջին դուքսի նրա 4-րդ կնոջ Քեթրին Ուիլոբի որդիները։ Հենրի Բրանդոնը Սաֆոլկի երկրորդ դուքսը 15 տարեկան էր, իսկ նրա եղբայր Չարլզը 14։ Երկու պատանիները սովորում էին Քեմբրիջի Սուրբ Հովհաննեսի քոլեջում, երբ հիվանդությունը բռնկվեց համալսարանական քաղաքում։ Վախենալով որդիների ճակատագրի համար նրանց մայրը, ով գտնվում էր Քինգստոնում Քեմբրիջի մոտակայքում գտնվող մի գյուղում, կազմակերպեց տղաների տեղափոխումը Լինքոլնի եպիսկոպոսի նստավայր Բակտեն, Հանթինգդոնշիրում, հուսալով, որ քաղաքից հեռանալը կպաշտպանի նրանց վարակից։ Նախազգուշացումն ապարդյուն էր։ 1551 թվականի հուլիսի 14-ին Հենրի Բրանդոնը մահացավ կեսօրին մոտ դառնալով քրտնախտի զոհ։ Նրա կրտսեր եղբայրը Չարլզը ինքնաբերաբար ժառանգեց Սաֆոլկի երրորդ դուքսի Տիդղոսը, բայց այս պատիվը տեց 1 ժամից էլ քիչ, քանի որ Չարլզը նույնպես մահացավ նույն հիվանդությունից հենց այդ նույն կեսօրին։ Սաֆոլկի դուքսի Տիդղոսը մարեց նրա մահով, Չարլզ Բրանդոնը մինչ օրս պահպանում է բրիտանական պատմության մեջ ազնվական Տիդղոսի տիրապետման ամենակարճ ժամանակահատվածի ռեկորդը։ Տղաների մայրը, ով հիվանդացել էր որդիների տեղափոխման ժամանակ, հասավ Բակտեն միայն պարզելու համար, որ Հենրին արդեն մահացած է, իսկ Չարլզը հոգեվարքի մեջ է։ Եղբայրների մասնավոր հուղարկավորությանը Բակտենում սեպտեմբերին հաջորդեց հանդիսավոր ռեկվիեմ պատարագը դրոշներով, զինանշաններով, սաղավարտներով պսակված սրերով որպես հարգանքի տուրք ազնվական տոհմին, որը մարեց 1 ամառային կեսօրվա ընթացքում։ Բրանդոն եղբայրները գրել էին տերության խորհրդանիշը 1547 թվականին Էդուարդ Ուզի թագադրման թափորի ժամանակ երիտասարդ թագավորի կողմից արժանացել էին բաղնիքի ասպետ կոչմանը։ Նրանք կրթված, խոստումնալից պատանիներ էին, միապետի անձնական ընկերները, նրանց վաղաժամ մահը ներկայացնում էր ոչ միայն ընտանեկան ողբերգություն, այլ մի ողջ արիստոկրատական տոհմի վերացում։ Այս տեսակի իրադարձությունները ամրապնդում էին այն ժամանակվա ընկալումը, որ ոչ մի հարստություն, ոչ մի տիտղոս, ոչ մի քաղաքական կապ չէր կարող պաշտպանություն առաջարկել քրտնախտի դեմ։ 1551 թվականի բռնկումից հետո հիվանդությունն անհետացավ։ Պարզապես դադարեց գոյություն ունենալ առանց նախազգուշացման, առանց բացատրության, առանց աստիճանական անկման։ 66 տարվա ընթացքում 5 գործանարար բռնկումներ էին ավերել Անգլիան, մեկ առիթով, եվրոպական մայրցամաքը խլելով հազարավոր կյանքեր փոխելով դինաստիական հաջորդականությունների ընթացքը։ Եվ հետո լռություն։ Ոչ մի նոր համաճարակ չարձանագրվեց, ոչ մի մեկուսի դեպք չհաստատվեց, հիվանդության ոչ մի հետք չհայտնաբերվեց հաջորդող դարերում։ Այս հանկարծակի անհետացումը հանելուկի ամենահետաքրքիր կողմերից մեկն է։ Վարագիչ հիվանդությունների պատմության մեջ չափազանց հազվադեպ է պատահում,
որ ծանր համաճարակներ հարուցելու ընդունակ հարուցիչը պարզապես դադարի գոյություն ունենալ առանց որևէ մարդկային միջամտության, որը կարող էր բացատրել դրա վերացումը։ Քրտնախտի դեպքում չի եղել պատվաստումների արշավ, իսկ Անգլիայի սանիտարական պայմանները բավարար չափով չէին բարելավվել արդարացնելու համար նման վիրուլենտ հարուցիչի անհետացումը։ Հնարավոր պատմական կապ ի հայտ եկավ մոտ 150 տարի անց։ 1718-1861 թվականների միջ նմանատիպ ախտանիշներով թե զգալիորեն պակաս մահացու մի հիվանդություն արձանագրվեց Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պիկարտիա շրջանում։ Հայտնի որպես Պիկարտիայի քրտնախտ կամ Ֆպցվեցջենզիոբջ, այս ախտը առաջացրեց մոտ 200 տեղային բռնկումներ այդ ժամանակահատվածում, նախքան ինքն էլ խորհրդավոր կերպով անհետանալը։ Ուելսցի բժիշկ Լելին Ռոբերտսը նկատել է մեծ նմանություն երկու հիվանդությունների միջ, իսկ հետազոտող Հենրի Թայդին էական պատճառ չի գտել կասկածելու, որ անգլիական քրտնախտը Պիկարտիայի քրտնախտը նույն վիճակն էին։ Հետաքրքիր է, որ Ֆրանսիայի այն շրջանը, որտեղ հայտնվեց Պիկարտիայի քրտնախտը, գտնվում էր Ռուանի մոտ հենց այն վայրում, որտեղ հավաքվել էին Հենրի Թյուդորի տակ ծառայող վարձկանները 1485 թվականի ներխուժումից առաջ։ Արդյոք սա աշխարհագրական զուգադիպություն էր, թե ակնարկ այն մասին, որ հարուցիչը մնացել էր քնած այդ տարածաշրջանում ավելի քան 2 դար, նախքան թուլացած ձով վերածնվելը։ Քրտնախտի հարուցիչի ինքնության որոնումը դարերի ընթացքում վերածվել է յուրօրինակ հետահայաց դատաբժշկական հետաքննության, որտեղ տարբեր ժամանակաշրջանների մասնագիտությունների հետազոտողները փորձել են համադրել անավարտ գլուխկոտրուկի մասնատված կտորները։ Տարիների ընթացքում բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվել հերկվել։ Դիտարկվել է հնարավորությունը, որ դա գրիպի ծայրահեղ վիրուլենտ տեսակ է եղել, բայց ախտանիշները լիովին չեն համապատասխանում գրիպի կլինիկական պատկերին, քրտնախտը չուներ գրիպի պանդեմիաներին բնորոշ գլոբալ տարածման օրինաչափություն։ Որովայնային տիֆը նույնպես դիտարկվել է, բայց դրա զարգացումը զգալիորեն ավելի դանդաղ է, քան քրտնախտինը։ Բծավոր տիֆը, քութեշը նույնիսկ սիբիրախտը առաջարկվել են որպես հնարավոր պատճառներ, բայց այս վարկածներից յուրաքանչյուրը զգալի անհամապատասխանություններ ուներ, երբ համադրվում էր առկա կլինիկական համաճարակաբանական նկարագրությունների հետ։ Ամենահամոզիչ առաջարկներից մեկը հայտնվեց 1997 թվականին, երբ հետազոտողները ենթադրեցին, որ քրտնախտը կարող էր առաջացած լինել հանտավիրուսի անհայտ տեսակից։ Հանտավիրուսները հարուցիչներ են, որոնք փոխանցվում են հիմնականում վարակված կրծողների մեզի, կղանքի թքի մեջ առկա աղտոտված մասնիկների շնչման միջոցով։ Հանտավիրուսային թոքային համախտանիշը, որը նույնականացվել է ժամանակակից բժշկության կողմից, ներկայացնում է մի կլինիկական պատկեր, որը նկատելի նմանություններ ունի քրտնախտի նկարագրությունների հետ հանկարծակի բարձր ջերմություն, շնչառական ծանր դժվարություն սիրտ-անոթային անբավարարություն։ Կապը լրացուցիչ ուժ ստացավ 1993 թվականին, երբ անհայտ հիվանդության բռնկումը հարվածեց Նավախո բնակչությանը ԱՄՆ-ի հարավ-արմուտքում գտնվող Four Corners տարածաշրջանում Նյու Մեքսիկոյի Գելապ քաղաքի մոտ։ Հիվանդությունը, որն առաջացել էր Սին նոմբրե վիրուսից եղնիկ մկների կողմից փոխանցվող հանտավիրուսից, ուներ կլինիկական զարգացում, որը զարմանալիորեն նման էր 4 դար առաջ Քայուսի Ֆորեստիեի կողմից նկարագրվածին։ Հետազոտողներ Փոլ Հեյմանը, Լեոպոլդին Սիմոնսը Քրիստել Գոշեն Բրյուսելի թագուհի Աստրիդի անվան զինվորական հոսպիտալից 2014 թվականին հրապարակեցին մի մանրամասն վերլուծություն, որտեղ փաստարկում էին, որ անգլիական քրտնախտը, Պիկարտիայի քրտնախտը կարող էին առաջացած լինել հանտավիրուսային վարակներից։ Նրանք ընդգծեցին, որ կրծողները հանտավիրուսների բնական վեկտորները ամենուր էին Թյուդորների Անգլիայում վխտալով բոլոր սոցիալական դասերիդ ներում։ Ազնվականության մեծ տները իրենց ընդարձակ հացահատիկի սննդի պահեստներով գրավում էին առնետների մկների հատկապես խիտ պոպուլյացիաներ։ Երբ տնային սպասավորները ավլում էին կրծողների արտաթորանքները, նրանք կարող էին օդ բաց թողնել հանտավիրուսով աղտոտված մասնիկների մի ամփ հարուցելով վարակը տան բնակիչների մոտ։ Այս վարկածը գոնե մասնագիորեն կբացատրեր հիվանդության նախապատվությունը ավելի ապահովված դասակարգերի նկատմամբ, ովքեր ունեին ավելի մեծ տներ կրծողների բնակության համար ավելի շատ նպաստավոր վայրերով։ Այնուամենայնիվ, հանտավիրուսի վարկածն առանց խնդիրների չէ։ Հայտնի հանտավիրուսները սովորաբար արդյունավետորեն չեն փոխանցվում մարդուց մարդուն, մինչդեռ քրտնախտը թվում էր, թե տարածվում էր այնպիսի արագությամբ, որը հուշում էր միջմարտկային փոխանցման որոշակի աստիճանի մասին։ Բացի այդ, ժամանակակից հանտավիրուսները անխտիր ախտահարում են բոլոր տարիքի մարդկանց, մինչդեռ քրտնախտը խնայում էր փոքր երեխաներին տարեցներին։ Այս անհամապատասխանությունները դրդեցին որոշ հետազոտողների ենթադրել, որ եթե հանտավիրուսն իսկապես ներգրավված է եղել, ապա դա եղել է մի անհետացած տեսակ կամ ներկայումս հայտնի շտամներից զգալիորեն տարբերվող տարբերակ։ Մեկ այլ վարկած, որը գրավեց գիտնականների ուշադրությունը, այն էր, որ քրտնախտը կարող էր լինել հետադարձ տենտի միծ բակտերիալ վարակ, որը փոխանցվում է լվերի տիզերի միջոցով։ Այս տեսությունն ուներ այն առավելությունը, որ բացատրում էր հիվանդության սեզոնայնությունը, որը դրսևորվում էր հիմնականում ամառային ամիսներին, երբ հոդվածոտանի վեկտորները ավելի ակտիվ էին,
Նախապատվությունը բարձր դասերի նկատմամբ, որոնց բրտյա շքեղ հագուստներն ու ծանր գորգերը իդեալական միջավայր էին ապահովում լվերի բազմացման համար։ Հետադարձ տենդը կիսում է բազմաթիվ կլինիկական բնութագրեր քրտնախտի հետ, ներառյալ հանկարծակի սկիզբը, դողերոցքը, բարձր ջերմությունը, առատ քրտնարտադրությունը։ Սակայն այն հազվադեպ է սպանում քրտնախտի մասին տեղեկություններում նկարագրված արագությամբ, դրա համաճարակաբանական օրինաչափությունը տարբերվում է զգալի առումներով։ Հետազոտությունների երրորդ ուղղությունը մատնանշում է էնդերովիրուսի հնարավորությունը վիրուսի մի տեսակ, որը բազմանում է ստամոքս աղիքային տրակտում կարող է առաջացնել թոքային սրտային ախտանիշներ։ Հետազոտող Փար Հանթերը Քեմբրիջի համալսարանից առաջ քաշեց այս վարկածը 1991 թվականին փաստարկելով, որ էնդերովիրուսը կբացատրեր հիվանդության սեզոնայնությունը, դրա վատ սանիտարական պայմաններ ունեցող միջավայրերում արագ տարածվելու ունակությունը։ Էնդերովիրուսները հայտնի են պայթյունավտանգ բռնկումներ առաջացնելու իրենց ունակությամբ, որոնք հանկարծակի դադարում են։ Մի օրինաչափություն, որը համատեղելի է քրտնախտի վարքագծի հետ։ Կան նա հետազոտողներ, ովքեր դիտարկում են բնապահպանական գործոնների դերը։ Քրտնախտի բռնկումները համընկան Եվրոպայում կլիմայական սառեցման ժամանակաշրջանի սկզբի հետ, որը հրահրվել էր Ինդոնեզիայում հրաբխային ժայթքումների հետանքով։ Այս տատանումները կարող էին փոխել կրծողների կամ հոդվածոտանի վեկտորների բազմացման օրինաչափությունները, հետաբար հարուցիչի փոխանցման դինամիկան։ Հեյմանը նրա գործընկերները հայտնաբերել են տեղեկություններ, որոնք հուշում են, որ որոշ բռնկումներ տեղի են ունեցել այն տարիներից հետո, երբ բերքը վնասվել էր ջրհեղեղներից, ինչը կարող էր կենտրոնացնել կրծողների պոպուլյացիաները շտեմարաններում սննդի պահեստներում։ Ժամանակակից գիտական մեթոդներով հանելուկը լուծելու փորձը բախվում է զգալի խոչընդոտների։ Վիրուսային ռնթն, որը կլիներ հանտավիրուսային վարակի ամենաուղղակի ապացույցը, առանձնապես անկայուն է ունի չափազանց ցածր հավանականություն ավելի քան 5 դար գոյատելու համար։ Թե Հենրի Բրանդոնը Սաֆոլկի երկրորդ դուքսը թաղվել է մի գերեզմանոցում, որը դեռ գոյություն ունի, նրա աջունների մեջ կենսունակ գենետիկական նյութ գտնելու հնարավորությունները մասնագետների կողմից համարվում են նվազագույն։ Բացի բժշկական չափումներից, քրտնախտը խորը ազդեցություն ունեցավ վերածննդի դարաշրջանի անգլիական հասարակության հավաքական հոգեբանության մշակույթի վրա։ Հանկարծակի անկանխատեսելի մահվան մշտական վախը սնեց ֆատալիզմի մի մշակույթ, որը թափանցեց այդ ժամանակաշրջանի արվեստի, գրականության ճարտարապետության մեջ։ Գոյության կարճատության սուր գիտակցումը արտացոլվեց կերպարվեստում գրականության մեջ հիշիր մահվան մասին, թեմայի տարածմամբ ողջերի հետ պարող կմախքների նկարներով քայքայվող մարմիններ ներկայացնող տապանակարային քանդակներով։ Հիվանդության մահացու արագությունը բռնկումների մասշտաբները աննախադեպ լոգիստիկ մարտահրավերներ ստեղծեցին տուժած համայնքների համար։ Ընտանիքները հաջող ժամանակ չունեին պատշաճ հուղարկավորություններ կազմակերպելու նախքան մյուս անդամների մոտ ախտանիշների հայտնվելը։ Հապշտապ փորվում էին եղբայրական գերեզմաններ, հաջող գիշերվա ընթացքում տեղավորելու համար դիակների աջող թիվը։ Կան սարսափեցնող տեղեկություններ այն մասին, որ հաշվի առնելով այն արագությունը, որով մեռելները պետք է թաղվեին, խորը գոմայի կամ ծայրահեղ թմբիրի մեջ գտնվող որոշ մարդիկ թաղվել են վաղաժամ։ Մի վախ, որը խորը արմատներ ձգեց այդ ժամանակվա ժողովրդական երակայության մեջ։ Անգլիայի տնտեսությունը, որը կախված էր գյուղատնտեսությունից բրդի արտրից, ծանր հարվածներ գրեց յուրաքանչյուր բռնկման ժամանակ։ Բերքը լքվում էր դաշտերում, որովհետև գյուղատնտեսական աշխատողները կամ մահացած էին, կամ չափազանց սարսափած տներից դուրս գալու համար։ Տոնավաճառներն ու շուկաները դատարկվում էին, իսկ տնտեսական գործունեությունը ախտահարված քաղաքներում գյուղերում կատվածահար էր լինում։ Զգալի էր նա վստահության անկումը ավանդական ինստիտուտների նկատմամբ։ Եկեղեցին, որից ակնկալվում էր հոգորս փոփանքի աղբյուր աշխարհի չարիքների աստվածաբանական բացատրություն լինել, չէր կարողանում գոհացուցիչ պատասխաններ տալ մի հիվանդության գոյության մասին, որն անխտիր սպանում էր արդարներին ու մեղավորներին, հարուստներին ու աղքատներին, հավատացյալներին ու անտարբերներին։ Բժիշկները, ովքեր պետք է լինեին հիվանդության դեմ պայքարի առաջին գիծը, անզոր էին մի չարիքի առջ, որը չէր արձագանքում ոչ մի հայտնի բուժման սկսած արյունարությունից լուծողականներից մինչ խոտաբուսային թուրմեր պաշտպանիչ թալիսմաններ։ Կրոնական բժշկական հեղինակության այս երկակի ձախողումը ճանապարհ հարթեց հաստատված ճշմարտությունների կասկածի տակ դրման համար նպաստեց, թեկուզ անուղղակիորեն, այն մտավոր մթնոլորտին, որը կնպաստեր բողոքական ռեֆորմացիային ժամանակակից գիտության ծննդին։ Քրտնախտի ստվերը Թյուդորյան Անգլիայի քաղաքական կյանքի վրա նույնքան զգալի էր։ Հիվանդության բարձրագույն ազնվականությանը հարվածելու ունակությունը յուրաքանչյուր բռնկում վերածում էր պոտենցիալ հաջորդականության ճգնաժամի։ Արթուր Թյուդորի վաղաժամ մահը այս դինամիկայի ամենախոսուն օրինակն է, բայց ոչ միակը։ Հենրի Մըրժը, ով իր ողջ թագավորության ընթացքում ապրել է հիվանդության մշտական վախի մեջ, դիմում էր մեկուսացման ծայրահեղ միջոցների ամեն անգամ, երբ նոր բռնկման լուրերը հասնում էին արքունիք։ Թոմաս Մորը թագավորի ամենամոտ խորհրդականներից մեկը գրել է, որ ավելի անվտանգ է գտնվել մարտի դաշտում, քան քաղաքում քրտնախտի բռնկման ժամանակ։
Այս պնդումը, որը գալիս էր մի մարդուց, ով լավ գիտեր թե պատերազմի, թե հիվանդության վտանգները, պատկերում է այն սարսափի չափը, որը ներշնչում էր ախտը։ Երբ մենք նայում ենք քրտնախտին ներկայիս բժշկական գիտելիքների տեսանկյունից, այնինչ ամենաշատն է տպավորում ոչ միայն դրա վիրուլենտությունն է կամ մահացու արագությունը, այլ դրա առեղծվածի պահպանումը։ Մի դարաշրջանում, երբ գիտությունը կարող է հաշվված ժամերի ընթացքում սեգվենավորել ամբողջական գենոմներ, նույնականացնել նոր հարուցիչներ վերջին սերնդի տեխնոլոգիաներով իրական ժամանակում հետել համաճարակների տարածմանը արբանյակների համակարգչային ալգորիթմների միջոցով, այն հիվանդության ինքնությունը, որը 66 տարի ահաբեկեց Թյուդորների Անգլիան, մնում է անհայտ։ Մենք ստույգ չգիտենք, թե ինչ էր դա, որտեղից եկավ, ինչպես էր փոխանցվում, ինչու էր նախընտրում որոշակի ժողովրդագրական խմբեր կամ ինչու անհետացավ։ Կենսաանվտանգության վիրուսաբանության մասնագետների համար այս հանելուկը սոսկ պատմական հետաքրքրասիրություն չէ։ Այն հիշեցում է, որ բնությունը տիրապետում է հարուցիչների մի զինանոցի, որը մենք դեռ լիովին չենք հասկանում։ Ժամանակակից կլիմայական փոփոխությունները, որոնք փոխում են կենդանական տեսակների բնակության վայրերը հիվանդությունների վեկտորների բաշխման օրինաչափությունները, կարող են ստեղծել նպաստավոր պայմաններ նոր հարուցիչների հայտնվելու կամ հների արթնացման համար։ Իսկ վիրուսների բակտերիաների գենետիկական նյութի մեջ պատահական մուտացիաները տեղի են ունենում անդադար առաջացնելով տարբերակներ, որոնց վարքագիծը, ըստ սահմանման, անկանխատեսելի է։ Ժամանակակից աշխարհը անհամեմատ ավելի կապակցված է, քան 15-րդ դարի Անգլիան։ Մի հիվանդություն, որը Հենրի Մոզի ժամանակներում շաբաթներ էր խլում տարածվելու համար, այսօր կարող էր հատել մայրցամաքները հաշվված ժամերի ընթացքում տեղափոխվելով ինքնաթիռի ուղորների մատակարարման գլոբալ շղթաներով շրջանառվող ապրանքների միջոցով։ Մարդկության վերջին փորձը համաճարակների հետ ցույց տվեց մեր հավաքական պատրաստվածության առաջընթացը, սահմանափակումները։ Գենոմները արագ սեգվենավորելու, ախտորոշիչ թեստեր մշակելու ռեկորդային ժամանակում պատվաստանյութեր արտադրելու ունակությունը ներկայացնում է արտասովոր թռիչք Քայուսի Ֆորեստիեի բժշկության համեմատ։ Բայց գլոբալացված աշխարհում հիվանդությունների տարածման արագությունը միջազգային արդյունավետ արձագանքների համակարգման դժվարությունը բացահայտում են խոցելիություններ, որոնք, ըստ էության, այնքան էլ տարբեր չեն նրանցից, որոնց բախվեց անգլիական հասարակությունը 5 դար առաջ։ Քրտնախտը մնում է որպես բաց էջ բժշկության պատմության մեջ։ Դրա առեղծվածը շարունակում է գրավել հետազոտողներին, ովքեր փորձում են գենոմիկայի պալեոկենսաբանության միջոցով պատասխաններ գործել քայքայված ոսկրային բեգորներից 100-ամյա ձեռագրերից։ Յուրաքանչյուր տեխնոլոգիական առաջընթաց իր հետ բերում է հույս, որ հարուցիչի ինքնությունը վերջնականապես կբացահայտվի։ Բայց մինչ այդ օրը կգա, առեղծվածը մնում է անխաթար որպես վկայություն բնության մեր ընկալումը մարտահրավեր նետող ելույթներ արտադրելու ունակության։ Այն հազարավոր մարդիկ, ովքեր մահացան 1485-1551 թվականների ընթացքում թրջված քրտինքի մեջ սպառված մի տենդով, որը ոչ ոք չէր կարողանում բացատրել, լիարժեք կյանքով ապրող մարդիկ էին զգացմունքային հարաբերություններով ապագայի ծրագրերով։ Նրանց մահերը, որոնք արձանագրվել են դարերին դիմակայած տարեգրություններում ծխական գրանցամատյաններում, վկայություններ են այն կյանքերի մասին, որոնք ընդհատվել են մի հանելուկի պատճառով, որը գիտությունը դեռ չի վերծանել։ Քրտնախտի պատմությունը մեզ հրավիրում է խորելու մարդկային վիճակի փխրունության գիտական գիտելիքների մշտական որոնման կարողության մասին։ Այն մեզ ցույց է տալիս, որ թվացյալ ամուր քաղաքակրթությունները կարող են ցնցվել անզեն աչքով անտեսանելի մի օրգանիզմի կողմից։ Այն մեզ հիշեցնում է, որ բնությունը գործում է իր սեփական կանոններով անտարբեր մարդկային հավակնությունների նկատմամբ։ Անգլիական քրտնախտը կարող է անհետացած լինել բժշկական արձանագրություններից գրեթե 5 դար առաջ, բայց նրա թողած հարցերը շարունակում են արձագանքել հետազոտական լաբորատորիաներում, հանրային առողջապահության կենտրոններում ողջ աշխարհում։ Հաջորդ մեծ կենսաբանական սպառնալիքը կարող է հայտնվել ցանկացած վայրից։ Հարցն այն չէ, թե արդյոք նոր հիվանդություններ կհայտնվեն, այլ թե երբ արդյոք մենք բավարար չափով պատրաստ կլինենք դիմակայելու դրանց։ Քրտնախտի պատմությունը մեզ սովորեցնում է, որ ամփոփության գինը կարող է չափվել մարդկային կյանքերով, որ գիտելիքը ամենահաստատուն պաշտպանությունն է, որը մենք ունենք այն վտանգների դեմ, որոնք դեռ չենք կարողանում տեսնել։ Եթե այս պատմությունը շարժեց ձեր հետաքրքրությունը, ստիպեց ձեզ խորհել այն առեղծվածների մասին, որոնք պատմությունն ու գիտությունը դեռ պահպանում են, համարեք ձեզ այս հետաքննության մի մասը։ Բաժանորդագրվեք ալիքին, միացրեք ծանուցումները հետելու յուրաքանչյուր նոր սուզմանը, որը մենք կկատարենք մարդկային անցյալի ամենահետաքրքիր էջերում։ Թողեք ձեր մեկնաբանությունը պատմելով, թե ինչն ամենաշատը գրավեց ձեր ուշադրությունը այս պատմության մեջ, կիսվեք ձեր կարծիքով, թե որ տեսությունը կարող է բացատրել քրտնախտի անհետացումը, օգնեք մեզ վառ պահել այս զրույցը։ Հավանեք այս տեսանյութը, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան բացահայտել այս հանելուկը, որը մնում է առանց լուծման ավելի քան 500 տարի։ Պատմությունն ինքն իրեն չի պատմվում։ Այն կարիք ունի նրանց, ովքեր պատրաստ են լսել այն, հարցականի տակ դնել փոխանցել առաջ։